Բարի լույս շացիելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը սկսում է իր աշխատանքը, մենք ուրախ ենք ողջունել ձեզ եւ ուրախ ենք, որ այս առավոտը կրկին սկսում եք մեզ հետ միասին։ Առաջարկում ենք, որպեսզի հարմար տեղավորվեք էկրանների առջև։ Բարի լույս բոլորին, իհարկե մեր ծրագիրը սկսված է, լավ տրամադրությունը կա եւ սա իհարկե հանգստյան օրվա կարևոր գրավականն է։ Դե երեկոն էլ պետք է ավարտել այնպես, որպեսզի բոլորը լինեն հրճվանքով եւ իհարկե զվարճալի տրամադրության մեջ։ Այս հարցում միանշանակ ձեզ կօգնի Զանգուն, որը ներկայացնում է Վեդիալկո ընկերությունը։ Զանգու գինին առանձնանում է իր նուրբ բնավորությամբ, հավասարակշռված համով եւ բազմակողմանիությամբ, հատկապես իդեալական համադրվելով գառան մսից պատրաստված ուտեստների հետ։ Զանգու ռեզերվ անապակ գինի յուրահատուկ պահերի համար, Զանգու գինի նրանց համար, ովքեր գնահատում են հստակությունը եւ որակը։ Պիտի նշեմ, որ 1956 թվականին հիմնադրված Վեդիալկոն կրում է հայկական գինեգործության դարավոր ավանդույթները, ստեղծելով գինիներ, որոնք արտացոլում են Արարատյան դաշտի եւ Վայոց ձորի հարուստ բնությունը։ Դա Զանգուն եւ լավ ռիթմերը կարծում եմ իդեալական համադրություն կլինեն առավոտվա համար, այնպես որ մեր առավոտը սկսենք լավ երաժշտությամբ եւ լավ գինով։ Բոլորին մաղթում ենք ևս մեկ անգամ լավ օրվա սկիզբ եւ կարեւոր է թե առավոտյան արդեն, երբ որ ընտրում ես այն բոլոր հագուստները, որոնք պիտի կրես օրվա ընթացքում կամ հենց երեկոյան, քանի որ այսօր հանգստյան օր է եւ շատ հետաքրքիր տեղեր համոզված ենք հրավիրված եք, այնպես որ ընտրեք լավագույնը, ինչը ձեր գեղեցկությունը էլ ավելի կընդգծի։ Եվ արդեն մայիս ամիսն է, այնպես որ դեպի ամառ ենք գնում, շատ հետաքրքիր նորաձևության աշխարհից նորություններ հաստատ կլինեն, այնպես որ այս հարցում մեզ մշտապես օգնում է մեր պրոֆեսիոնալ էջը, որը պատմում է նորաձևության աշխարհի նորությունների, թրենդների եւ այն ամենի մասին, ինչի մասին դուք դեռ չգիտեք։ Ողջույն, ես Մանանան եմ, Դաֆնի բրենդի հիմնադիրը։ Այսօր որոշել եմ ձեզ հետ խոսել անձնային ոճից, քանի որ գրեթե բոլոր իմ հոլովակներում ես հաճախ նշում եմ, որ ամեն ինչ շատ հեշտ է, եթե ունենք ձևավորված անձնային ոճ եւ բոլոր թրենդները եւ բոլոր զարգացումները նորաձևության շատ հեշտ է հարմարացնել եւ ընտրել ճիշտ հագուստ, եթե ունենք ձևավորված անձնային ոճ, այսօր այդ առիթով ուզում եմ անպայման խոսել, թե ինչպես կարելի է ձևավորել այս ոճը։ Իհարկե սա երկար աշխատանք է եւ մեկ օրում կատարվելիք չէ, բայց կան հստակ կանոններ, որին հետևելով կարող եք ավելի հեշտացնել այս process-ը։ Դրանցից առաջինը իհարկե արխեատիպի որոշումն է, այսինքն պետք է հասկանաք, թե հագուստի որ տարբերակում է ձեր մարմինը, ձեր կառուցվածքը, ձեր դեմքը ավելի շահեկան երևում։ Եվ այստեղ այսքանով գործը չի ավարտվում, երկրորդ փուլով եւ ամենակարևորը պետք է ոճը, անձնային ոճի ձեռքբերումը, դա ինքնաճանաչողության եւ աշխարհը ճանաչելու լավ տարբերակ է եւ կարեւորությունը թե դուք ինչպես եք ուզում որ հասարակությունը հանրույթը ձեզ ընկալի եւ այստեղ կա մի լայվ հակ ուղղակի 3 բառ եք ընտրում որով որ կուզեք որ մարդիկ ձեզ նկարագրեին եթե հարցնեին թե ով եք դուք եւ բացում եք ձեր զգեստապարանը փորձում հասկանալ թե այդ զգեստապարանում արկա իրերը որքան են համապատասխանում այդ բառին եւ հետագա ձեր գնումները նույնպես կատարում եք այս տրամաբանությամբ եւ ժամանակի հետ դուք կունենաք այն հագուստը այն լուքերը, որոնք որ դիրքավորում են ձեզ այնպես, ինչպիսին դուք եք ուզում, որ հասարակությունը ձեզ ընկալի։ Եվ այս ճանապարհին շատ կարևոր է իհարկե նորից արվեստի փոխազդեցությունը, անձնային ոճը եւ ճաշակը կարելի է զարգացնել բացառապես ցուցահանդեսներին մասնակցելով, կարդալով, արվեստի բոլոր ճյուղերի հետ փոխազդեցությամբ, որովհետեւ դա նաեւ աշխարհաճանաչման ձեր ճանապարհն է։ Այսպիսով անձնային ոճի ձեռքբերումը ուղիղ համեմատական է ինքներդ ձեզ ճանաչելու եւ աշխարհը ճանաչելու գործընթացին։ Եթե այս պայն հեռախոսը ձեր ձեռքին է եւ դուք փնտրում եք թե ուր կարելի է գնալ շաբաթ-կիրակին անցկացնելու համար, ապա հեռախոսը մի կողմ դրեք եւ ավելի լոկալ փնտրեք, որովհետեւ մեր Հայաստանի բնաշխարհը այնպեսին է, որ տալիս է հնարավորություն հիանալի ժամանակ անցկացնելու համար։ Պատկերացրեք մի վայր, որտեղ կարծես ծառերն իրար հետ խոսում են, իսկ դուք քայլում եք կանաչ թունելներով։ Այո, մենք Ստեփանավանի դենտրոպարկում ենք։
Ստեփանավանի դենտրոպարկը արգելոցապարկային համալիր պոակի ենթակայության տակ գործող տարածք է։ Հիմնադրվել է 1930 թվականին անվանի բուսաբան Էդմոն Լեոնովիչի կողմից։ Այստեղ աճում են ավելի քան 500 տեսակ ծառեր ու դեկորատիվ թփեր, որոնց մի մասը բերված է աշխարհի տարբեր ծայրերից՝ Ճապոնիայից, Չինաստանից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից եւ այլն։ Այստեղ կհանդիպենք հսկայական սեկվոյաների հազվադեպ հանդիպող հյուսիսամերիկյան կաղնիներին, խորհրդավոր մայրի ծառերին եւ այլն։ Ամերիկյան հսկայական սեկվոյաների Հայաստանում միայն կարող եք հանդիպել Ստեփանավանի դենտրոպարկում։ Ճիշտ է, դեռ չեն հասել իրենց մաքսիմալ բարձրությանը, բայց 35-40 մետր բարձրությամբ կանգնած են ինչպես հսկիչներ այս կանաչ անտառում ու կարող են ապրել մինչև 3000 տարի։ Դենտրոպարկը պարզապես զբոսայգի չէ, սա մի ողջ էկոհամակարգ է, որն ապրում է իր կանոններով, բուժելով հոգին ու մարմինը միաժամանակ։ Սեկվոյաները, եղևնիներն ու կաղնիները արտադրում են ֆիտոնցիդներ, կենսաբանական ակտիվ միացություններ, որոնք ոչնչացնում են մանրէներն ու մաքրում օդը։ Մի խոսքով այստեղ կարող եք գալ ոչ միայն փոշոտման շրջանում, կարող եք գալ միշտ ու լիարժեք իրապես շնչել։ Ուր գնալ, դե իհարկե Ստեփանավանի դենտրոպարկ։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ստեփանավանի դենտրոպարկի տնօրեն Արտակ Ղուկասյանին, ով իր մեքենայով մեզ հասցրեց մինչև Արևածագի ձոր, հնեվանք ու իր շնորհիվ մեր թողարկումը դարձավ էլ ավելի հարուստ։ Բարի վերադարձ, շարունակում ենք մեր ծրագիրը եւ ունենք հրաշալի հյուր, ով իր անցած ճանապարհով եւ իր մտածողությամբ շարունակում է ոգեշնչել եւ հրաշալի ժամանց ապահովել մեր հեռուստադիտողների համար։ Այո, մեր հյուրն է հաղորդավար շոումեն Արամ Մելիքյանը, բարի լույս Արամ։ Բարի լույս։ Ոնց ենք։ Լավ, դուք ոնց եք, ժողովուրդ ջան։ Մենք շատ լավ ենք։ Ընդհանրապես շաբաթ կիրակիները ոնց են անցնում։ Տանը, ընտանիքի հետ, թե Կիրակին հիմնականում հա։ Հիմա պրիտաղայից հետ ֆուտբոլ խաղա եկել եմ ձեր մոտ։ Ընտիր։ ժամանակից գողացել ենք Արամ։ Այո, բայց ոչինչ, ստեղ լավ կանցնի։ Arm Games-ի եզրափակիչը տեղի ունեցավ, որը շատ մեծ դիտումներ ունի, շատ սիրված է հայ հեռուստադիտողի կողմից եւ փաստորեն Շուշանը վերցրեց մեքենան։ Ասեմ ավելին, երրորդ աղջիկն է հաղթում մեր նախագծում։ Չի տղաները թույլ են խաղում։ Չեմ անում, տղաներն ավելի ուժ են Թե խաղում, ջենտլմենություն են անում վերջում։ այս անգամ հաստատ չի եղել։ Հնարավոր չէր էլի։ Արդար։ Հա, ամբողջովին։ Աղջիկները ուժեղ են։ Վերջին պահը բախտի գործոն է եղել ամբողջովին, բայց խաղի ընթացքում նույն Շուշանը ոչ մի խաղում չի պարտվել, բոլոր խաղերում հաղթել են, ինձ որ արժանի է կարծում եմ։ Արամ, ես գիտեմ, որ նկարահանումները գնում են մինչև լուսադեմ, հա։ Հիմնականում շարունակվում են։ Ինձ հետաքրքիր է, այդ ամբողջ process-ի ընթացքում չեն եղել մասնակիցներ, որ կեսից ասեն Արամ ջան, շատ սիրում ենք քեզ, բայց գնացինք վերջ։ Եղել է, աղջիկ ա եղել, որ մրսել է, ինքնից հիվանդանում էր, ասաց ես ուղղակի չեմ կարող մնալ։
խնդրեց ու գնաց։ Հիմա իրականում մինչև 3-ն ենք դարձրել։ Ուսադեմ 3-ը։ Այո, մինչև 6-ը 7-ը գնում են, հիմա մինչև 3-ը ավարտում ենք արդեն։ Ուստավ ենք դրել, որ մինչև 3-ը ավարտենք։ Իսկ նման դեպքում ինչ եք անում, ուղղակի հանում եք խաղից, թե պարտվում է սցենարագնում։ Սցենարային ոնց որ դուրս հանեցինք, էլի դա չնախատեսված էր, այսինքն որպեսզի հերոստատիտողը չի կարելի ինք ասի գնացի։ Սերիալների նման ոնց են, որ խփում են դերասանը։ Նմանատիպի ձև քվարկեցին դուրս եկավ ինքը, առաջի եթերաշրջանում ա եղել միայն։ Միայն առաջի եթերաշրջանում ա եղել։ Դեռ միայն YouTube-ում էր։ Լավ, հիմա երրորդի մասին, ինձ հետաքրքիր է ֆավորիտ ունեիք մինչև 3 մասնակից ունեի, այո։ Ովքեր էին։ Հայդալեկը, Շուշանը եւ Էման Սապունջան։ Համարյա բոլորն էլ եղել են երեքան եղել են եզրափակչում, ահա։ Ընթացքում նաև Ռաֆը, երկից Ռաֆը դարձավ իմ համար ֆավորիտներից մեկը։ Ես շատ եմ ուզում Էման Սապունջան հաղթեր, Էման երկրորդ անգամ էր մասնակցում ու իր ցանկությունը հայտարարակ շատ էր։ Բայց այդտեղ Շուշանի սպորտային լինելը օգնեց իրեն, ավելին ասեմ միակ աղջիկներ, որ հայտնվեց սուպեր գավաթում, սուպեր ֆինալում։ Ահա։ Իսկ ինչն է կարևոր ընդհանուր շոուի մեջ, հա, լինել ավելի տրամաբանորեն արագ մտածող, թե սպորտային։ Չէ, տրամաբանության ու արագ մտածելու հետ է կապված, բայց երբ որ դու նաև դրա հետ մեկտեղ սպորտային ես, դա ստացվում է ոնց որ դու առավելություն ունես։ Նույն Էման բավականին արագ է մտածում, բավականին լավ է տրամաբանում, դրա համար ուժեղ խաղացող է։ Շուշանը առավելություն ուներ Շուշան առավելություն էր Էմայից, որ նաև սպորտային էր։ Իսկն հաջորդիվ եթե լինեն շարունակվի շոուն, հա, իսկ ես կարծում եմ որ կշարունակվի։ Իհարկե։ Հա, պետքա մասնակիցները առաջին հերթին փորձեն ավելի արագ մտածել։ Արագ կողմնորոշվող մասնակիցների նախագիծ է սա, մարզիկների նախագիծ չէ։ Ուղղակի կան տեղեր, որ ամեն դեպքում որ դու ոտքից ավելի ամուր ես կանգնած, դա քեզ առավելություն է տալիս։ Բայց եթե կներեք, էլի դու դմբո ես, այսպես թե այնպես դու չես կարող հաղթել։ Անհնար է։ Իսկ առհասարակ ոնց է լինում, սկզբնական շրջանում դուք նախապատրաստական աշխատանքներ անցնում եք մասնակիցների հետ, թե միանգամից ընտրում եք ու սկսում եք նկարահանումները։ Մենք մոտավոր պատկերացում կազմում ենք ու մենք ուզում, նախ մեզ էլ են դիմում մասնակիցներից հանրային մարդկանցից, ովքեր որ շատ սիրում են։ Լինում է որ մենք ենք անդում, նույնիսկ լինում է որ համոզում ենք, որովհետև վախենում են մասնակցել։ Ռեալիթի ֆորմատի, ոչ թե իրանք նախագծի հետ խնդիր ունեն, այլ ռեալիթի ֆորմատի հետ։ Մենք բացատրում ենք, որ դա ոնց որ մշակույթ է փոխվում մեզ մոտ ու շատերը ոնց որ եկել են այդ գիտակցությունը, որ օքեյ է։ Այսինքն ինքը իր մեջ ունի սերիալային կոմպոնենտ, բայց ռեալիթի սերիալային կոմպոնենտ, որովհետև ինչ տեղի է ունենում հարաբերության տեսանկյունից, հետագայում մենք կունենանք հնարավորություններ մասնակիցները որ խոսեն, բոլորն էլ ոնց որ կշեշտեն, պեչատը կնիքը կդնեն, որ այո, ամեն ինչ ռեալ է։ Ուղղակի որպես պրոֆեսիոնալ տեսանկյունից լինում է վեճեր, կոնֆլիկտներ, որոնք եթերային չեն։ Չեմ ասում հայոյում են, չէ, բայց նենց բազարային է լինում, որը չեն կարող եթեր տալ, դա ստոպ ենք տալիս, խնդրում ենք այդ նույնը ցիվիլ ձևով խոսեն, բայց մենք հենց վեճի մեջ չենք մտնում, վեճը կա։ Մենք մի քանի բառ ենք փոխում, ասում ենք սենց ասեք, որ եթեր կարողանանք տալ, բայց մենք խաղի եւ վեճերի մեջ չենք մտնում։ Մերը եթերն է, որ մենք ստոպեր կտանք, որ մի փոքր սենց նկարենք եւ այլն։ Մինչեւ այսօր էմոցիոնալ սկանդալային ով է իրան պահել։ Ամենաէմոցիոնալ սկանդալային դեպքը եղել է երկրորդ եթերաշրջանում։ Անունները տան, որոնց Ռուզաննա Մանուչարյանը, մեր թատրոնի դերասանն է արդեն կինոյի, ինքը չասեմ սկանդալային է, բայց շատ վայրի է տեսակով, որ բռնկվում է։ Լիլիթը Գալստյան Հայդալեկին ես չէի ասի, Հայդալեկը ինքը մանիպուլացնում է, ուրիշները անում են, ինքը չի անում, Կարինա Արուստամյանը, մեր սիրելի, այո, առաջին եթերաշրջանում Մինյոնը, Զարման, հա, այս երկրորդ եւ վերջին եթերաշրջանում Հայդալեկն ու Ռուբոն իրար հետ երկու ընկերներ, որ կարծես Զոքան եւ կիսում շատ լուրջ, լրիվ անձնական դաշտ, որը թողել են եթեր։ Օհո։ Ու պատճառը կռվելու ըստ Հայդալեկին ու սեքսիզմն էր, որ Ռուբոն ընդհանրապես ասում է տղաներն ունեն առավելություն, այնտեղ աղջիկ կար նեղվեց, իրանք երկուսով կռվեցին, ոնց որ Ռաֆը ինչ է, բայց իրականում Ռուբոն ճիշտ էր ասում։ Դա սեքսիզմ չէր, ուղղակի ասում է ֆիզիկական է, տղաներին է, դա նորմալ մարդը բան ասում, եթե ֆիզիկական աղջիկները չեն կարողանալու անեն, ընդ աղջիկներից մեկը ասեց՝ մի թերագնահատե կարող է, ես ավելի լավ կարողանամ, բայց անհնար է իրականում, էլի ռեալ նայենք։ Ու
շատ լուրջ վեճ էր ու իրանք մի օր զուտ չեն խոսել, նույնիսկ մտածում էին իրար քվերքին կհանեն, բայց քվերակությունն եկավ, հիշեցին, որ սա ամեն դեպքում շոու է ու միավորվեցին ուրիշի դեմ։ Ընկերությունը հաղթեց։ Միայի դեմ։ Հարավորդեմ 3-րդ դեպի 2-րդ էպիզոդը նույնը սերով բաժանում ես ու հենց դու։ Հերիքա ասես սերը։ Հերիքա որովհետև ասես։ Չէ, չի կարելի։ Որտեղ նեղվան, որտեղ կարելի ասել։ Չլսար աղջիկը կայնեց խոսեց ու ասեց, որ ես նեղվել եմ։ Իրա խոսքով ասեց, ես այստեղ հիմա առաջ եմ տալել, որտեղ իրան հա լրացրել ես։ Այդ չի պատճառը եղել։ Ռոզայրը շարունակեցին, իսկ դու սաղ կապեցիր իրար։ Ինչ, մտքեր դասավորի ասա։ Իմն է դասավորը։ Շատ լավ, մենք խաղ ունենք իդեպ այս թեմայով հիմա միասին անցկացնենք, հետո կգնանք ընտանիք։ Ես գրել եմ մի քանի տարբերակներ, որոնց պետք է պատասխանեք ընտրելով մասնակիցների անուններ հենց Arm Games-ի 3-րդ եթերաշրջանից։ Հիմա շատ հետաքրքիր է Arm Games 3-ում ով էր ամենաբարին։ Այս էդիտները հա գնում փաստորեն հասկացանք ամենաբարին, ով էր ամենաբարին, ով էր ամենաբարին խաղում։ Չէ, ով էր ամենաբարին։ Կգնի մտածեմ։ Հա, իհարկե։ Դարձեք տվել։ Դուք շատ ժամանակ ունեք։ Ուրեմն ասեմ, որ ամենաբարին խաղում էր Ագնեսը։ Ահա։ Բայց ըստ իս ամեն դեպքում ամենաբարին Աղասն էր Մանուկյան։ Աղասը։ Okay, ամենաինտրիգայինը։ Հայդալեկը։ Ամենաընկերասերը։ Ինչքան ամենապարզ հարցն էր սա, բայց ամենադժվարը մտածեցի։ Էլի Ռուբոն ամեն դեպքում։ Շատ լավ, ամենամրցակցայինը։ Շուշանը։ Չի քննարկվում։ Ամենանեղած կատը։ Ագնեսը։ Ամենանյարդայինը։ Աղասը Մանուկյան։ Ամենախարդախը խաղի մեջ, որսան սիրում էր։ Ըստում Ռաֆա, երկիչ Ռաֆա։ Okay։ Ամենահումորովը։ Աղասը Մանուկյան եւ Գևորգը Սիդեկանյան։ Նույնիսկ հարց է Գևորգը Սիդեկանյան, թե Աղասը Մանուկյան։ Օհո։ Դա ուղղակի եթեր չէր գնում։ Ամենախելացին։ Մանոն։ Ամենահամբերատարը։ Չկար։ Չէ, Էման, շատ համբերատար է, Սապունջան Էման։ Ամենաշփվողը։ Բոլորը, այդ առումով բոլորը, չունենք, չեմ կարող առանձնացնել։ Լավ, ամենահամեստը։ Էդգարը։ Ամենասթայլիշը, ամենաոճայինը։ Ռոզալիան։ Ահա, ամենասիրունը։ Ոյ։ Դա ձեր կարծիքով, հիմա այս ամեն ինչը ձեր կարծիքով է, ոչ մի բան օբյեկտիվ չի։ Բոլորը սուբյեկտիվ։ Կադրային իմ համար ամենասիրուն Եվան էր Բաղդասարյան։ Որ ամենաշատն էր ու ամենաշուտն էր հոգնում նկարանումների ժամանակ։ Ուսանց փնթփնթում էր։ Չենք ունեցել։ Ամենահաջողակը Շուշանը։ Ամենահաջողակը։ Այո։ Ամենահաջողակը երևի որտեվ հաղթեց, բայց չունենք տենց, որ ասեմ ամենահաջողակը էլի, երևի Շուշանը որ հաղթեց զուտ։ Իսկ ամենաանբախտը։ Լիան։ Միշտ բախտը չէր բերում։ Լիան Զախարյան։ Ամենաուժեղ մասնակիցից թվում է Լիանն է եղել մեր նախագծի ամեն դեպքում, բայց ոչ ճիշտ ժամանակ, ոչ ճիշտ վայրում։ Ամենաալարկոտը։ Շուշանը, միանշանակ։ Ամենաշատակերը։ Չգիտեմ։ Չկար։ Եվ մորտով ամենաշատն էր ծիծաղում նկարահանումների ժամանակ։ Գևորգ Մարտիրոսյան 100%։ Եւ Եվ ոչ մեծ ծիծաղում էր, այլ նաև խանգարում էր մեր ամբողջ նկարների ընթացքը, մեր նկարման ուրախությունը Գևորգն էր ապահովում, հումորները մյուս Գևորգը Սիդեկանյան եւ Աղասը։ Եվ 3 եթերաշրջաններում ամենասիրելի խաղացողները։ Առաջի եթերաշրջան ինձ թվում է սենց կասեմ։ Առաջի եթերաշրջանում ամեն դեպքում եղել է Անին, ով հաղթեց։ Երկրորդում ճիշտ է Ռիփսիմենը հաղթել, բայց Ռիփսիմենը ես անձամբ եմ շատ սիրում, ինքը որպես եթերային չէին սիրանել, Ռիփսիմենը իմ շատ լավ ընկերն է ու շատ ուրախ եմ, ինքը հաղթեց, նաև այն պատճառով, որ հենց մարզիկ հաղթեց, էլի, այդ ինձից դուր եկավ այդ պահը, բայց ամեն դեպքում այդ երկրորդ եթերաշրջանում ամենասիրելի մասնակիցն եղել է Ռաֆոն Հայդալեկը, բացահայտում է եղել իմ այդ տղան։ Կարճ մի հատ բան ասեմ, շատ մեծ պոտենցիալով տղա է։ Ես շատ եմ ափսոսում իր պոտենցիալի համար։ Այս ամբողջը որ նշեց Սոնան, հա, Արամ, հիմա այս սրանցից մեկը ընտրի որպես բնութագրող քեզ։
Հա, այս համբերատարվան Այս ցանկը, որ դու փնտրում էիր բոլոր այն մասնակիցների մեջ։ Նպատակասլաց ինտրիգային Մի կոմունիկաբիլնի համբերատարն էլ կլինի, չէ։ չես կարող համբերատար չլինես։ Ինտրիգային է հետաքրքրեց։ Հա, ես շատ եթե ինտրիգային չլինեմ, նախագիծը չի ստացվի։ Սա ինտրիգները ինձնից են։ Ես տեղում ինտրիգ եմ ման գալիս։ Իսկ մասնակիցներին խանգարում ես թե օգնում ես։ Երկուսն էլ։ Որն է Արամը անում եւ որն է հաղորդավար Արամը անում։ Արամը միշտ անում է խանգարելը, հաղորդավարն անում է օգնելը։ Ահա։ Հաղորդավարը դեռ մի պետք է օգնեմ, բայց ներսս պիտի խանգարեմ, բզբզամ։ Շատ լավ, հաջորդը երբ կլինի։ Հունիսի 20-ին նախնական եթերն արդեն։ Ամառային եթերաշրջանը սկսում ենք։ Եվ մոտավոր արդեն ընտրել եք ովքեր կլինեն։ Գժական կերպարներ են նախատեսվում, դեռ 2-3 հոգի մտածում ենք։ Սոնանա մեզ։ Կարծում չէ, դեռ չէ։ Բայց ասեմ ինչ նոր բան կա, որը կուզեմ հեռուստադիտողը հենց առաջինը իմանա այսօր, ընդհանրապես եզրափակիչից մեկ օր հետո 15 հանրային մարդիկ մրցելու են 15 երկրպագուների հետ։ Հրաշալի է, այսինքն քասթինգ է անցկացվելու, մարդիկ ընդամենը մի քանի օրից խաղի սիրահարներն պաշտոնական քասթինգը կատարվի։ կարող են մասնակցելու։ Ընտիր։ Այնպես որ Աղջիկ 7 տղա։ Որպես էլ հերոստատիտող չեք լինի, այլ կլինեք հերոստատիտող մասնակից։ Այո։ Այդ ժամանակ մենք կտեսնենք մեր հանրային պերսոնները ոնց իրանց կպայեն, որովհետև իրանց դեմ մրցելու են գելու գազաններ։ Եվ ես կուզեմ հատկապես մասնակցեն այն հերոստատիտողները, ովքեր տանը նստած ասում են լավ դե այդ ինչա որ չարեցին։ Նաև ինչ ենք ուզում էկրանից շատ հեշտ է երևում։ որ նույն հերոստատիտողները այն կոմենտ գրող ծոցյաններին եւ երեխաներին, հիմնական երեխաների ծոցյաններ են գրում, որ սա ռեալիթի շոու է։ Անդադար գրում են ու ով գրում է, ես չեմ ալարում, մտնում ասում ձեզ հրավիրում ենք, այս ինչ որ նկարահանմանը։ Բոլոր մեկնաբանությունները պատասխանում են քո գրածից հետո։ Ուղարկում են երեխեքը։ Ասում եմ հատուկ հենց այդպես երկար պլանավորած տեքստա որ մարդը մտածել է ոչ թե դե լավ սարքած Չեն մտածում ChatGPT-ով հարցնում։ Հակամ ChatGPT-ով, ոչ հավաքած տեքստա ուղարկում են, ինձ պարտադիր մտնում եմ իմ անունից, ասում եմ ձեզ սիրով հրավիրում ենք, այս ինչ օրը, այս ինչ ժամին նկարահանման։ Իրականում տենց միտք կա ոնց ազգային ժողովում չէ որ վերևից նայում են այդ reality show։ Եվ մի բան էլ կար, որ այս եթերաշրջանում հատկապես տարածվեց եւ ամենաշատ երևի ինտրիգային մեկնաբանությունները հենց այդ արթիվ եղան, մեքենան, որը քաշում էիք։ Շատ տարբեր մեկնաբանություններ ինձ հանդիպել են։ Հիմա պատմեք ոնց որոշվեց, դա իրական էր։ Դե հա դե բազա իրական է, պոստը հարցն է որ երկու հոգի մարդը 100 կիլոնոց նստած մեքենայի մեջ։ Այսինքն թե մեքենան շատ ծանր չի։ BYD մեքենան ինքը որ մենակ տենց քաշին ավելի հեշտ կլինի, մենք երկու տղաներ նստացեցինք մեր տեխնիկական թիմի տղաներից եւ մեր տնօրենը, որը 100 եւ ավել քաշ ունի, պինդ տղաներ են։ Ժողովուրդը որ քաշեցին, կեսից ես նայում եմ, որտեվ Անահիտը մարտարավերն է, տես դե որ sense բանը սա դու էլ կքաշես, ես սպորտսմեն եմ, բայց ես հիվանդ էի։ Ես ցավը զրկողներով եմ։ Սուրենը քանի որ մշտական սպորտի մեջ է, կհասկանա, կապ չունի դու ինչքան ուժեղ ես, երբ որ դու հիվանդ ես, քո տոնուսը շուտ ես անենց են վատացել, այսինքն ոնց որ ինքս օրգանիզմս իմ դեմ դուրս եկավ, չվայելեցի այդ process-ը։ Գեսիտ ինձ թվաց էսա ուշքս կգնա, հարցը ծանրությունը չէ, հարցը դիքն էր։ Ես դիք եմ բարձանում։ Թե չէ ավտոն ինքը ձեռքով սենց իրոք հնարավոր է քաշել, էլի, բայց երբ որ դու դիք ես բարձանում, ինքը բավականին բարդ էր, անկեղծ ասած, սիրով կանեմ մյուս անգամ, բայց ոչ երբ որ դու մի ամբողջ օր նկարանում հետո ունենաս, էլի։ Տան ամենասիրելի զբաղմունքը ո՞րն է։ Այս պահին Պուճուրի Տիգրանի հետ պրոստը Տիգրանը որ գայսա վազմասից պարկումավորեց, բայց միշտ եղել է Անրի մեծի հետ որևէ գործողություն։ Մենք մեր ճաշակները շատ նման է իմ ու Անրի սպորտի առումով, կինոֆիլմերի առումով, մենք այդպես իրար կողնստենք ու ֆիլմ ենք, ու նույն ֆիլմը, նույն սպորտը, նույն ակումբը։ Դե հիմա ոքի Տիգրան եկել լրացրել է։ Ուրիշ է տալիս Տիգրանը, հոգնած եմ գալիս, Անրի հետ կարող է չկայանամ այդքան երկար մնամ, Տիգրանի հետ 10 րոպե ես լրիվ Իսկ հենց աղային գործեր անում ես, օրինակ մեր տանը որ լամպոչկա է փշանում, մնում է 10-15 օր։ Այս գիտեք ինչ է, 0։ Չեմ կարող կնոջս այդ հիմնավոր եմ էլի, որ ասում եթե ես հանգած տանեմ, կարող եմ ստանալ հոգեբուժարան։ Ես չեմ կարողանում, չեմ ուզում։ Չես ուզում։ Շատ լավ, արի մա խաղի երկրորդ մասը անցնենք, որ արդեն ավելի շատ ընտանեկան է։ Ով է տանը ամենավաղը արթնանում։ Տիգրանը։ Ով է ամենաբարին։ Կամ Ստելիկը կամ Լիլիթը, չգիտեմ։ Ամենահամբերատարը։ Չէ, Լիլիթը։ Ամենամաքրասերը։ Մեր տունը ոչ մեկ իստո մենք մաքրասեր չենք։
Երկրորդ հարցը արդեն անիմաստ, ամենաթափթփված։ Չէ, դա Անդրին է, դա չի քննարկվում։ Դե ամենամակրասը Լիլիթն է, որովհետև պիտի հասցնի բոլորի համար, էլի։ Ով է առևտուրն անում տանը։ Հիմա արդեն հնդիկները։ Օնլայն ենք անում, եթե մեր մոտի խաունտից է ես, եթե մեր ծառոտուր է հնդիկ ջաջանն է, եթե մեր մոտի, մեր Արմանի խաունտից ես։ Արմանի խաունտ։ Երեխայի համար հեքիաթ կարդացողը։ Երկուսս, ես եմ իրիկան։ Ամենահումորովը։ Մեր տան հումորովը մյուս աղբեր ենք սեն, մենք նետրալ հումորով ենք։ Ամենանյարդայինը։ Ես։ Ամենահամեստը։ Ստելիկը։ Սպաստ ասես էլի ես։ Ես էլ այդ սպասում։ Ստելիկը։ Ամենաչարաճճին։ Անրին շատ չարաճճի է։ Ամենաաղմկողը։ Անրին։ Ամենաշատը քեզնից փող ուզողը։ Ոչ մեկ։ Իրոք է, երեխանից ոչ ոք։ Ոչ մեկ։ Իրանք շատ քիչ փող ուզող են, էլի բոլորն են Իրանք աշխատում են։ Ես մի հատ օրինակ բերեմ, չի եղել Անրին գումար տամ, ինքը դաժե 10 դրամ զդաչին չբերի չդնի զալում ու չգնա իր գործերով, էլի։ Ամենաշատակերը։ Չեմ կարող ասեմ։ Իսկ քչակերը։ Ես։ Կամ ես կամ Անրին։ Ով է ուշ քնում տանը։ Տանը ով է ուշ քնում։ Ես։ Ամենաշատը հեռախոսի մեջ ով է մնում տանը։ Չեմ ասի։ Մենք իմացանք։ Ամենամոռացկոտը։ Ստելիկը։ Բոլորին ուշացնողը։ Որ ընտանիքով տեղ պետք է գնաք, Չէ, բոլորին ուշացնողը չէ, երբ որ ընտանիքով տեղ գնաք, ում եք ուզում, բոքսով քթի ջարդեք Անտին։ Մինչև տնից դուրս է գալիս։ Բոլորս քրտանում ենք, նենցա մեզ նյարդայնացնում էլի։ Իսկ ով ամենաշուտը նեղանում տանը։ Ստելիկն ու Լիլիթը հավասար։ Իրականում։ Որ ասեք ով է շուտ մոռանում նեղանալը, հստակ կասեմ, բայց ով է շուտ նեղանում, Ստելիկն ու Լիլոն իրար հետ հավասար։ Կստե նեղած կոտեն։ ով է շուտ մոռան։ Անրին։ Հին կարամսոց նեղանալացի մի վայրկյան հետո էլի մոռացել է արդեն։ Գասի պապ գեփ են գնում ֆուտբոլ խաղալուց այսինքն։ Իսկ կար ստեղ ինչ որ բան, որ չկար գրված, բայց ավելի շատ քեզ այս վերագրում։ Ընտանիքում Տանը, տանը միշտ ասեմ ով է հոգատարը, միշտ ես ասեմ ես, բայց հիմա Լիլիթը տիկոից հետո անցավ ինձ։ Հա շատ։ Միշտ այնց հասկացողություն կա մամաները ֆիզիոլոգիան որ փոխվում է, իրանց նաև էմոցիոնալ դաշտը, Տիգրանից հետո Լիլոն կրկնակի երակի մամա է դարձել։ Անդի ժամանակ ամեն դեպքում ոնց որ մենք երիտասարդ ենք եղել, ապրել ենք իրար հետ ընդհանուր, Անդի ոնց որ մեր ընկերն է եղել։ Ստելիկենք ավելի ուշ են մեզ միացել, իսկ Տիգրանի ժամանակ ոնց որ Լիլոն լրիվ ուրիշ մամա, ուրիշ մակարդակի մամա է դարձել, այդտեղ այ նմանվել է իմ մամային, ոնց որ ես պատկերացրել եմ, այդտեղ շատ կզիչ եմ իրան, էլի։ Հիմա հա, բայց այն ժամանակ ես էի ամենահոգատարը։ Եվ եզրափակելով մեր այսօրվա զրույցը, քանի որ նշեցի, որ հեսա հունիսից մեկնարկում է, արձակուրդների մասին ընտանեկան մտածում եք, թե մենք պարտադիր ունենք ժամանակ, տարին երկու անգամ միասին ծով ենք մեկնում, պարտադիր դա, ոնց որ ես ուրիշ տարբերակ չունեմ, հստակ ընտանիքի ժամանակ անցկացնելու, վերցնում ենք ինչ-որ մի շաբաթ 10 օր, տարին գոնե 2 անգամ կամ 3 անգամ, որ ասենք ուրիշ երկիր գնանք։ Ինձ թվում է բոլոր մեր այսպես ասպարազի մարդիկ կհասկանան, որ զուտ անջատես հեռախոսդ կտրվես գնաց մի հատ երկիր, Հայաստանում դա հնարավոր չի։ Բայց անջատում ես հեռախոսով որ գնում։ Շատ քիչ եմ օգտագործում, ասենց ասեմ։ Անջատել եք խափեմ, բայց բավականին քիչ։ Մոտ 80% կորում է հեռախոսի կյանքիցս։ Եվ մինչև եզրափակելը մի թեմայի էլ անդրադառնանք, մոնո ներկայացման մասին էլ խոսենք, ամբողջ պատմությունը ընտանիքի տարել եք այնտեղ։ Ոնց իդեան եկավ եւ ինչ հաջողություններ ունի, ինչքանով շարունակական կլինի։ Ինքը շարունակական կլինի չեմ անում, ինչքան որտեվ ես չեմ կարծում հետագայում էլի կունենա մոնո ներկայացում, ես դերասան չեմ։ Ես բեմի մարդ եմ, բայց դու ինքդ հասկանում ես, որ բեմը մեծությունը այնքան շատ է, որ դու պետք է լցնես քո արտիստիզմով, ոչ թե միայն խարիզմայով ու քո պատմությամբ։ Իսկ իմ խարիզման հարմար է, օրինակ, երբ ես երգում եմ։ Իսկ ես նեղ չեմ երգում, ես նեղ նաև երգում եմ։ Քանի որ ես դերասան չեմ եւ հումորիստ չեմ, ամեն դեպքում սա կլինի կարծում եմ միակ ներկայացումը ստենդափային, որը ունի պատմություն շատ խնդալու, անդադար հյուրերը խնդացել են։ Ինքը ոնց որ կունենամ, երևի մի քանի հատ մարզային կանեմ ու sense կապոպեմ ես վայելել եմ բեմը։ Իրականում սարել եմ իմ համար իմ պատմությունը հեռացնելու հանրությանը նաև վայելելու այդ տեսանկյունից բեմը ու չեմ փոխել։ Ընտանիքի անդամների արձագանքը։ Իրանք էլ են վայելել։ Վայելել են։ Ահա, բոլորը։ Ոչ մեկ չնեղացել։ Ես պապային չեմ կանչել, հետո չէր խոսա այդպես հաստատ։ Դա վերջին ներկայացմանը։ Ընդհանրապես ոչ մի ներկայացմանը պապային չեմ կանչի, դա կլինի վերջին ներկայացումը գլոբալ էլի։
Պապան շատ կներանա, նեղացկոտա պապան։ Մամա չէ, մամա խնդրել Իսկ բարձր։ պապան հիմա որ սա նայի, կասի Արամ երբ կներկայացնի։ Անջատի Հաջորդի ես ուրեմն։ Արամ ջան, շնորհակալություն քեզ, որ ես Կիրակի մեզ հետ էիր։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր լավագույն պահը տանը ֆիքսվում է, դա ֆիքսվում է ոչ միայն քո կողմից, նաև ընտանիքի բոլոր անդամների կողմից, այսուհետ նաև ֆիքսեք Զանգուի հետ միասին, իհարկե Վեդիալկոյի կողմից առաջարկվող այս հրաշալի կարմիր անապակը, որը հաճելի առիթ հաստատ կլինի այս Կիրակի տանը նշելու համար։ Այնպես որ լավագույն պահերը Զանգուի հետ միասին Վեդիալկոյի, այնպես որ շնորհակալություն քեզ։ Շատ սիրուն դիզայն ամեն դեպքում։ Շնորհակալ եմ։ Բարի առավոտ եւս մեկ անգամ շատ ելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը շարունակում է իր աշխատանքը եւ մենք մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահում առողջությունը, որովհետեւ կարեւոր է հետեւել սեփական առողջությանը։ Եվ այս հարցում իհարկե ունենք հրաշալի գործընկեր, մշտապես կարեւորում են նրանք եւս բոլորի առողջությունը եւ մեր հաղորդաշրջանակում ներկայացնում ենք բժշկական հատուկեր, որտեղ խոսելու ենք առողջ ապրելակերպի կանխարգելման եւ ժամանակին հետազոտվելու կարեւորության մասին։ Մեր բժշկական էջի գործընկերն է Վիտամեդ բժշկական կենտրոնը, ձեր առողջության հուսալի գործընկերը։ Վիտամեդ բժշկական կենտրոնը առաջարկում է լաբորատոր, սոնոգրաֆիկ եւ ռենտգեն հետազոտությունների ամբողջական փաթեթ բարձրակարգ սարքավորումներով։ Փորձառու մասնագետների թիմը մանկաբույժներ եւ նեղ պրոֆիլի բժիշկներ առաջնորդվում են ապացուցողական բժշկության սկզբունքներով։ Կենտրոնում հասանելի են նաեւ տարեկան բուժզնման փաթեթներ նախատեսված բոլոր տարիքային խմբերի համար, որպեսզի կարողանաք ժամանակին վերահսկել ձեր եւ ձեր հարազատների առողջությունը։ Հասանելի է նաեւ բժշկի տնային կանչի ծառայությունը։ Վիտամեդ բժշկական կենտրոնը մասնաճյուղեր ունի Երևանում եւ մարզերում։ Մանրամասների համար պարզապես կարող եք այցելել vitamed.am կայք էջը կամ Վիտամեդ ճշգրիտ ախտորոշումը միանշանակ լինելու է ձեր լավագույն ընկերը։ Ես Վարդան Մանուկյանն եմ, Վիտամեդ բժշկական կենտրոնների բժիշկ ռադիոլոգ։ Այսօր կխոսենք վահանաձև գեղձի եւ կրծքագեղձերի պրոֆիլակտիկ ուլտրաձայնային հետազոտության մասին, այն ամփոփելով 5 հիմնական հարցերի շրջանակում։ Առաջին հարցը. վտանգավոր է արդյոք ուլտրաձայնային հետազոտությունը։ Պատասխանը միանշանակ ոչ է։ Այն անվտանգ է նույնիսկ հղիության եւ նորածնային շրջանում։ Եվ հետազոտությունը կարելի է կրկնել այնքան անգամ, ինչքան անհրաժեշտ է բուժման ընթացքը ճիշտ վերահսկելու համար։ Ինչու հետազոտվել, եթե ոչինչ չի ցավում, եւ որոնք են կարմիր դրոշակները, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։ Կրծքագեղձերի եւ վահանաձև գեղձի ուռուցքները վաղ շրջանում ընթանում են անախտանիշ, իսկ ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս տեսնել նրանք վաղ շրջանում, սկսած 2-3 մմ չափերից։ Իսկ որոնք են այն վտանգավոր ախտանիշները, որոնց դեպքում բժշկի դիմելը պետք չէ ուշացնել։ Կրծքագեղձերի դեպքում դրանք կրծքագեղձերի եւ անոթափոսերի շրջանում շոշափվող գոյացություններն են, դիսկոմֆորտի զգացումը, ցավի եւ այրոցի զգացումը, պտուկից արտադրությունը, իսկ վահանաձև գեղձի դեպքում գլման ակտի դժվարացումը, քաշի անբացատրելի անկումը եւ քաշի անբացատրելի ավելացումը, անբացատրելի թուլությունը, հոգնածությունը, քնկոտությունը։ Իսկ որոնք են այն հիվանդությունները, որոնք մենք թիրախավորում ենք ուլտրաձայնային հետազոտության ժամանակ։ Կրծքագեղձի դեպքում դա կրծքագեղձի քաղցկեղն է։ Այն հանդիսանում է կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացությունը, բայց պետք չէ մոռանալ, որ վաղ շրջանում առաջի փուլում կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերելու դեպքում 95-ից 98% դեպքերում ապահովում ենք առողջացում։ Վահանաձև գեղձի դեպքում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ մենք հայտնաբերում ենք ոչ միայն հանգույցները, այլ նաև վահանաձև գեղձի տարբեր բորբոքումները, որոնք կոչվում են թիրոիդիտներ։ Վահանաձև գեղձի դեպքում հանգույցների միայն 5-ից 10%-ն են լինում չարորակ, եւ ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս գնահատել չարորակացման ռիսկը թայրած համակարգի միջոցով։ Ինչ է նշանակում այս հապավումները։ Թայրած եւ բայրած։ Թայրած եւ բայրած հապավումները միջազգային ստանդարտացված համակարգեր են։ Թայրածը վահանաձև գեղձի համար, բայրածը կրծքագեղձի համար։ Թայրած համակարգը թույլ է տալիս գնահատել վահանաձև գեղձի հանգույցի չարորակացման ռիսկը, իսկ բայրածը թույլ է տալիս գնահատել կրծքագեղձում գոյացության չարորակության ռիսկը, որոնք գնահատվում են 1-ից 6 սանդղակի միջոցով։ Որքան բարձր է սանդղակի թիվը, այնքան բարձր է չարորակացման ռիսկը։ Եվ վերջինը, արդյոք կարևոր է թե որ մասնագետի մոտ կիրականացնեք ուլտրաձայնային հետազոտությունը։ Ուլտրաձայնային հետազոտությունը օպերատոր կախյալ մեթոդ է։ Մասնագիտական գիտելիքը թայրած եւ բայրած դասակարգման մեջ, ինչպես նաեւ մասնագիտական փորձը
ճիշտ ախտորոշման հիմքն է։ Ձեր առողջությունը սկսվում է տեղեկացված լինելուց։ Տարին մեկ անգամ ուլտրաձայնային հետազոտությունը ոչ թե հիվանդություն փնտրելու, այլ ձեր հանգստությունը վերականգնելու մասին է։ Դե նաև պետք է հետևել բոլոր այն կանոններին, որոնք յուրաքանչյուր վայրկյան հանդիպում են մեզ։ Շատ անգամ մենք որոշների հետ համաձայն չենք, շատ անգամ համաձայն ենք, շատ անգամ նույնիսկ տեղյակել չենք, որ կա նմանատիպ օրենքներ, որոնք յուրաքանչյուր պահի առնչություն են ունենում հենց մեզ հետ։ Եվ իրավունքին ու օրենքներին վերաբերող հարցերը մշտապես շատ բարդ ու խճճված են թվում։ Այս ամենին իհարկե մենք ունենք հեշտ տրվող պատասխաններ, որոնք անում ենք մեր հատուկ էջի շնորհիվ։ Ողջույն, ես Կրիտերիա ընկերության հիմնադիր Փաստաբան Հասմիկ Հակոբյանն եմ։ Այսօրվա թեման աշխատանքային հարաբերություններից է, մասնավորապես գործատուի կողմից աշխատողին աշխատանքից ազատելու կարգը։ Շատ գործատուներ մտածում են, որ քանի որ իրենց բիզնեսն է, իրենք ազատ են որոշելու, երբ ազատեն աշխատողին կամ ինչ պատճառով, բայց սա այսպես չէ։ Առաջին հերթին աշխատանքային օրենսգրքով սպառիչ թվարկված են այն հիմքերը, երբ գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից։ Օրինակ, անհարգելի պատճառով 1 օր աշխատանքի չներկայանալը կամ հաստիքի կրճատումը եւ այսպես շարունակ։ Միևնույն ժամանակ գործատուն պետք է ուշադիր լինի նաեւ արգելքներին, որովհետեւ օրենսգիրքը սահմանում է նաեւ դեպքեր, երբ գործատուին արգելվում է լուծել աշխատողի աշխատանքային պայմանագիրը, այդպիսիք են օրինակ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու կամ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները։ Երկրորդ, եթե արդեն կա իրավական հիմք, պետք է պահպանվի համապատասխան ընթացակարգը։ Որոշ դեպքերում պետք է իրականացվի կարգապահական վարույթ, տրվի նախազգուշացում, ստացվի հիմնավորումներ եւ որպես ընդհանուր կանոն մշտապես պետք է աշխատողին նախապես ծանուցել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին։ Ծանուցման ժամկետները աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է եւ դրանք տարբեր են կախված հիմքից, թե ինչու է աշխատողը ազատվում աշխատանքից։ Օրենքը սահմանում է նաեւ այս ծանուցման պարտադիր բովանդակությունը, ինչպես նաեւ կա մի հետաքրքիր դրույթ, որ եթե ծանուցումն ուղարկելուց հետո 5-րդ օրը աշխատանքային պայմանագիրը չի լուծվում, ապա ծանուցումը համարվում է ուժը կորցրած։ Եվ երրորդ, արդեն պետք է վերջնական փաստաթղթավորվի աշխատողին աշխատանքից ազատումը։ Սա տեղի է ունենում որպես կանոն գործատուի հրամանով, որը թե ձևական, թե բովանդակային առումով պետք է լինի պատշաճ ձևակերպված, ինչպես նաև պետք է պատշաճ ծանոթացվի աշխատողին։ Չենք մոռանում նաև, որ գործատուն պետք է պատշաճ կարգով իրականացնի վերջնահաշվարկ, վճարի աշխատավարձ, չօգտագործված արձակուրդի գումար, որոշ դեպքերում արձակման նպաստ եւ այլն։ Այս ամբողջ գործընթացը պետք է կատարվի պատշաճ ձևով, որովհետև ցանկացած շեղում կարող է հանգեցնել նրան, որ աշխատանքից ազատումը դառնա ապօրինի։ Եվ այս դեպքերում աշխատողը կարող է դիմել դատարան, պահանջել իրեն վերականգնել նախկին աշխատանքում, վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձ, որոշ դեպքերում նախկին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում եւ այլն։ Քիչ չեն այն դեպքերը, երբ աշխատանքից ազատման հետ կապված վեճերը հասնում են դատարան։ Ուստի պետք է թե գործատուն, թե աշխատողը ուշադիր լինեն, գործատուն որպեսզի չտուժի եւ աշխատողը որպեսզի կարողանա արդյունավետ վերականգնել իր իրավունքները։ Եղեք իրազեկ եւ պաշտպանված։ Լարված օրվա աշխատանքից հետո միշտ պետք է մի փոքր թեթևանալ, մի փոքր իհարկե տրամադրել նաև սեփական մարմնի եւ հոգու ներդաշնակությանը։ Այս հարցում մեզ կօգնի նաև այն ամեն ինչը հիմա իսկ կառաջարկվի ձեր ուշադրությանը։ Բարև ձեզ։ Այսօր կխոսենք մեր ժամանակներում ամենատարածված խնդիրներից մեկի մասին, ցելյուլիտի մասին եւ իհարկե հակացելյուլիտային պրոցեդուրաների եւ դրանց ազդեցության մասին։ Սկզբում հասկանանք, թե ինչ է ցելյուլիտը։ Եթե պարզ եւ հասկանալի լեզվով մեկնաբանենք, ապա դա ճարպային բջջի հիվանդությունն է։ Իսկ ավելի կոնկրետ
Դա ճարպային, բջջի եւ ենթամաշկային հյուսվածքների կառուցվածքային փոփոխությունն է։ Ցելյուլիտի առաջացումը կապված է բազմաթիվ արտաքին եւ ներքին գործոններից։ Օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ՝ արյան եւ լիմֆայի շրջանառության խանգարումներ, նյութափոխանակության խանգարումներ, հորմոնալ դիսբալանս, նպաստում է նաեւ ոչ ճիշտ սննդակարգը, ինչպես նաեւ ֆիզիկական ակտիվության պասիվությունը։ Ցելյուլիտը առաջանում է հիմնականում ծնկից 10 սանտիմետր դեպի վերև ընկած հատվածներում, մազդրերում, տազի շրջանում, իսկ որովայնի եւ թևերի շրջանում շատ ավելի հազվադեպ հանդիպող տեսակ է լինում։ Հիմնականում արտահայտվում է կանանց մոտ, որովհետեւ կանանց մոտ կա երկու կարևորագույն գործոն, որոնք նպաստում են այդ երևույթի արտահայտմանը։ Առաջինը դա մեր ենթամաշկային հյուսվածքի կառուցվածքի ձևն է, որը տարբերվում է տղամարդու կառուցվածքից, եւ երկրորդը էստրոգեն հորմոնի գոյությունը։ Էստրոգեն հորմոնը դա կանացի հորմոն է, որի դիսֆունկցիան բերում է ցելյուլիտի արտահայտմանը։ Ցելյուլիտը բնորոշ է եւ գերկանանց եւ նիհար կանանց, քաշի փոփոխությունը բացարձակապես կապ չունի ցելյուլիտի բուժման կամ անհետացման հետ։ Շատերը փորձում են քողարկել արևայրուքի միջոցով, բայց խնդրում եմ պարտադիր հիշեք, որ արևայրուքը ինքը վտանգավոր երևույթ է, իսկ այդ քողարկումը ժամանակավոր է։ Ցելյուլիտի առաջացման հարցում շատ կարևոր գործոն է գենետիկան։ Ցելյուլիտը դա որպես այդպիսին վտանգավոր հիվանդություն չի համարվում, բայց դրա գոյությունը ցանկալի չէ անտեսել, որովհետև դա ցույց է տալիս, որ մեր օրգանիզմում կան ինչ-որ ֆունկցիաների խանգարումներ։ Հիշեք, սպա պրոցեդուրաները, մերսումները կամ ապարատային կոսմետոլոգիան երբեք չի բուժում ցելյուլիտ։ Ցելյուլիտի բուժման համար անհրաժեշտ է կոմպլեքս մոտեցում եւ սննդակարգի փոփոխություն, եւ ֆիզիկական ակտիվություն մարզումների ձևով, եւ մերսումներ, եւ նմանատիպ այլ սպա պրոցեդուրաներ, որոնք կօգնեն ոչ 100%, բայց ազատվել եւ բարելավել ցելյուլիտի վիճակը։ Եթե ձեզ կխոստանան, որ կարող են բուժել ցելյուլիտը 1 կուրսից հետո կամ ընթացքում, ապա խնդրում եմ չհավատաք, որովհետեւ ձեզ փորձում են խաբել։ Ես միշտ ասում եմ, ցելյուլիտը երբեք չի բուժվում, այն էլ 100%-ով։ Մենք կարող ենք բարելավել մաշկի վիճակը, կարող ենք նվազեցնել ցելյուլիտի արտահայտվածությունը, բայց բուժել վերջնական, որ երբեք այլևս դա չտեսնես, չի կարող լինել նման բան։ Ուղղակի դա պետք է հիշել, որ թերապևտիկ բուժումից հետո անհրաժեշտ է պարբերաբար նաև ունենալ պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ, այսինքն շաբաթական 1 անգամ կամ 10 օրը 1 անգամ, բացի այն, որ պետք է սննդի ռեժիմը պահվի, մարզումները պահվեն, իրականացվեն նաև մերսումներ կամ սպա պրոցեդուրաներ։ Մեր սպա կենտրոնում ցելյուլիտի բուժումը իրականացվում են տարբեր պրոցեդուրաների միջոցով։ Հիմնականում կիրառում ենք մերսումներ, վակուումային բանկաներ, տարբեր տեսակի պարուրումներ, դուշարկոյի պրոցեդուրան եւ փորձում ենք օգտակար լինել մեր հաճախորդներին։ Պարուրումները իրականացվում են լյուքս դասի ֆրանսիական կոսմետիկայով, մերսումները համադրում ենք դուշարկոյի հետ լավագույն արդյունք ապահովելու համար։ Պրոցեդուրաները իրականացվում են կուրսային տարբերակով։ Կախված անհատական առանձնահատկություններից յուրաքանչյուր հաճախորդի համար մենք ենք ընտրում, թե քանի սեանս պետք է աշխատենք մեկ կուրսի ընթացքում։ Ամփոփելով այսօրվա թեման, ուզում եմ հիշեցնել, որ ճիշտ խնամքը դա ճիշտ գիտակցում է։ Եթե դու քո մարմնի մասին ճիշտ ձևով ես հոգտանում, դու տեսնում ես երկարատև եւ տեսանելի արդյունք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր առավոտը եւ շարունակում ենք Arm Games-ի թեման, քանի որ շատ հետաքրքրել է եզրափակիչն էլ ընդամենը մի քանի օր առաջ է եղել եւ հիմա շարունակելով խաղի թեման կխոսենք մասնակիցներից եզրափակիչ հասած ամենահայտնի, ամենաինտրիգային խաղացողներից մեկի հետ։ Այո, Ռաֆոյի հետ կամ Հայդալեքի հետ, բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ենք։ Շատ լավ, դուք ոնց եք։ Շատ լավ։ Հիմա ասա ինչ բողոքներ ունես այդ խաղից։
Քիչ էր, պետքա 15 էպիզոդ լիներ։ Հեշտ էր, բայց Չէ, իրականում դժվար էր ոչ միայն խաղային առումով, այլ նաև այն որ ընկերների դեմ ես խաղում։ Իսկ շատերը ընկերներ էին։ Բայց ամենակոմֆորտը կարծում եմ քեզ համար էր, գոնե տենց էր թվում։ Այդպես էր թվում, որ երբ որ տեսախցիկը միանում է, ես ուրիշ մարդ եմ դառնում։ Ես սիրում եմ տեսախցիկի հետ աշխատել, ես սիրում եմ շոու անել, ինտրիգաներ, դրամաներ, բայց այս տեսախցիկը անջատում էր, միանում էր ընկերներից դեմքերը, ու որ պետքա գնամ խոսամ հետները, թե ես ինչ արեցի, ինչի արվեց։ Լավ, իսկ մինչև այդ Ռաֆ, երբ է սկսվում քո առավոտը, ժամը քանիսին եւ ինչպես։ Իմ առավոտը սկսվում է մոտ ժամը 10-11-ից, այդպես սուրճ խմելով է սկսվում, օրվա պլանինգը դասավորել, բոլորին գրել, թե որ ժամին մոտավոր կլինեմ, այդպես, մոտավոր այդպես։ Իսկ շաբաթ-կիրակի կա, թե չկա։ Չէ, ցավոք չկա, բայց կա զուտ կարամ ինչ-որ մի օրը որոշեմ ու ազատ լինեմ այդ օրը։ խաղի նկարահանումները ժամը պատարակ չէին ճանաչում, որովհետև մինչև լուսադեմ ձգվում էին։ Հեշտ էր։ Հա, որովհետև կար դրամա, կար հետաքրքրություն ու սենց ոնց որ արյուններս եռում էր։ Դրա համար հետաքրքիր էր ու մնում էինք, արթուն մնում էինք, բայց ինչքան ուշ էր լինում, ինչքան լուսաբացիներ մոտիկանում, այդքան ավելի դժվար էր համ նկարահանումները այս լույսերին դիմանալ, համ պետքա ժպտայիր, ցույց տայր, որ գիշերվա 5-ը չի օրինակ, դա օրինակ առաջի սեզոնի մասին է խոսքը, այս մեկը այդքան գիշեր չէր լինում, էլի, բայց լուսաբացին շուտ սկսում էր։ Այդ առումով համ լավ էր, համ բարդ։ Օգնես, որ մի քանի անգամ արդեն մասնակցել էի խաղին։ Օգնես մի քանի կանոններ գիտեի, օրինակ ինչ-որ խաղեր կային մոտավոր, բայց եթե նայել են հանդիսատես էպիզոդները, կհասկանան, որ այնտեղ ինձ բան այնտեղ չէին դնում, երբ որ ես ասում եմ, օրինակ ես խաղը գիտեմ, այսպես է, նույնիսկ կռվայի մոտ ընկերներից Ռուբոյի հետ, այդ թեմայի շուրջ։ Դրա համար այնպես երկրորդ օրվանից սկսած ես էլ ինֆորմացիա եթե անգամ ունեի չէի տալիս, որպեսզի այնպես չստացվեր, որ ես լիդերություն եմ փորձում անել։ Արամը մեզ պատմեց կռվի մասին եւ ասաց, որ թողել են հերոստատիտողը եւս կարող է տեսնել։ Ինձ հետաքրքիր է հետո շարունակություն եղել է։ Հա, եղել է հետո արդեն քոտեջում առանձին երբ էլ նկարում չկար, մի հատ էլ են կռվել, այնտեղ ավելի մեծ թափով, բայց հետո նստել ենք, մեծ խոսացել ենք, հանգստացել ենք ու եկել սխալ։ Երևի սխալ է, կասեմ, որ ես էի սխալ, որովհետև երբեմն բաներ եմ խոսում, որը չեն հարցրել ինձ։ Այսինքն ես փորձում եմ իմ օգնությունը տալ կամ ինչ-որ ինֆորմացիա տալ, որը ինձնից չեն հարցրել։ Դրա համար պետքա մեկ ոնց որ ասեն հա, նոր ասես։ Այսպեսի կարծրատիպ կա, ասում են կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը։ Այս միտքը կա։ Ինձ համար կարևոր էր, ես այնտեղ եմ ասել, շատ եմ ասել, հիմա բայց այդպես զզվելի չընչի, բայց ես ուզում եմ մաքսիմում եթերաժամանակ ունենայի։ Քանի որ ի սկզբանե ինձ դիրքավորել եմ, որ ես ուզում եմ շատ հայտնի դառնամ, ինձ համար շատ կարևոր է մինչև վերջի էպիզոդի գոնե այն ամենավերջի րոպեներին ես լինեմ ու նաև գեղեցիկ էլ դուրս գամ։ Դրա համար իմ ուզածը ես ստացա։ Իմ համար դա հաղթանակ էր։ Իսկ մեքենան չէիր ուզում։ Ունեմ մեքենա։ Պետք չէր։ Հա, այսինքն այնտեղ մարդիկ կային, ովքեր չունեին ու իրենց ավելի պետք էր, իսկ ես ոնց որ ինձ պետք չէր։ Իսկ կար մասնակից ում դուրս գալուց ամենաշատն ես ցավել։ Չէ։ Ուրախացել։ Որ ուրախացել եմ, որ Ագնեսը դուրս եկավ։ Ես պայքարում եի, որ Ագնեսը դուրս գա, ինքը իմ ընկերներից է, բայց ես ուզում եի խաղի շրջանակներում ես ուզում եի ինքը դուրս գա, որ դուրս եկա, ասեց ուխ, այսինքն ուրախացա։ Դա մեր ընկերական այդ բանից, կոալիցիայից, բայց մնացած ով է դուրս են գալի ուրախանում էի։ Ուրախացա, որ Լիան Զախարյան դուրս եկա, որովհետև վերջի պահին ես իր այդ կոնֆլիկտ չեմ ունեցել ամբողջ սեզոնի ընթացքում, բայց իր հետ շատ էին կոնֆլիկտները կարծես։ Հա, բայց մեր հետ կոնֆլիկտ չեղավ, բայց վերջի պահին, երբ որ ինքը մեզ չի վստահում, ովքեր խաղը նայել են կհասկանան, մեր թիմին չի վստահում եւ խաղադրույք է դնում Աստղերի թիմի վրա եւ դրա պատճառով դուրս է մնում, ես ուրախանում եմ, որովհետեւ դա ինձ համար ոնց որ հաղթանակ էր մեզ, որ ինչի մեզ չվստահեցիր քո թիմին։ Էլի կմասնակցեիք։ Չէ, էլ չէ։ Հիմա էլ չեմ ուզի։ Ես ինձ թվում է ես իմ մաքսիմումը արեցի Arm Games-ի համար, հանդիսատեսի համար։ Ես կարծում եմ ես այլևս հետաքրքիր չեմ լինի այդ շրջանակներում մարդկանց։ Դրա համար կարևորա ճիշտ պահին կարողանաս ստոպ տաս ու ոնց որ էլ չծամես էլի դա։ Իսկ Շուշանի հաղթանակը սպասելի էր, ուրախացել եք, ուզում էիք, որ ինքը հենց հաղթեր կամ ուրիշ ֆավորիտ
Եվ Ռուբոն էլ էր ֆավորիտ ես համար։ Հա, Ռուբոն դե ֆավորիտ էր որպես ընկեր, բայց որ Շուշանը հաղթեց, մենք ուրախացել ենք, որովհետև արդեն 7-8-րդ օրն է իրար հետ շատ ժամանակ ենք անցկացրել, ու այդ պայն այդ 6-ս էլ 6 բլոգերներով էլ շատ մոտ էինք, էլի, արդեն ով էլ հաղթել, մենք մեկա ուրախանալու էինք։ Քանի օր տևեցին նկարահանումները։ Ընդհանուր մոտ 6 օրը իրար հետ ենք ապրել, այնտեղ վերջի օրերն էլ մի քանի նկարանում տարբեր օրեր ա եղել, բայց ընդհանուր 6 օր իրար հետ ենք եղել առավոտից մինչև երեկո։ Ինչ մնաց կադրից դուրս։ Էլ ավելի շատ կռիվներ, ավելի շատ sense կռիսական ինչ-որ բաներ։ Դրանք, այդ այնպես բաներ մնաց։ Դրա համար այնտեղ էպիզոդներ կա, որ չի հասկացում ինչի ենք իրար դեմ։ Էլ չի ասվում, որ մի հատ առավոտ իրար տավել ենք։ Դրա համար։ Իսկ բացահայտումներ եղան ընկերներին այլ անկյունից։ Ավելի լավ սկսեցիք իրար ճանաչել։ Բնավորության գծեր գտակ, որ նախկինում չէիք նկատել։ Ռուբոյի մասով օրինակ հասկացա, որ ես իր հետ պետքա չխաղամ, որովհետև ինքը կոնֆլիկտային է, երկուսս կոնֆլիկտային ենք, տաքարույն ենք, իրար հետ պետքա ինչ-որ խաղերում չլինենք ընդհանուր։ Ագնեսից հասկացա, որ եթե իրա դեմ ինչ-որ մի բան է գծվում, ինքը կհելնի քո դեմ, անկախ ամեն ինչից։ Բայց դա նորմալ չի։ Ինչ-որ Պրոստը որ արդարություն կա, կադրից էլի։ դուրս բաներ չասեմ, թող այդպես սերիալ մնա, այդտեղ այդպես պետքա չլիներ։ Մի քիչ ուրիշ, այդտեղ կարիք չկար դավաճանության։ Այդ էպիզոդում, այդ ժամանակ կարիք չկար։ Մենք կարայինք հաղթեինք եւ հանգիստ ամեն ինչ ոչ քվեարկություն կլիներ, ոչ ինչ որ մեկս դուրս կգար, բայց ինձ թվում է այդտեղ ինքը չկարողացավ ստոպ տա ճիշտ պահին։ Իսկ ադրենալինային իրավիճակներում հայտնվելա քեզ համար ավելի բացահայտեց ընկերներին, թե ավելի, այսպես, փակեց նրանց։ Որ ասեմ, եթե հիասթափության տեսանկյունից եք ասում, չէ, որովհետև մենք վերաբերում ենք դրան խաղ, ու խաղի մեջ մենք պատրաստ ենք իրար մորթել։ Իսկ կար ինչ-որ մեկը, որ կորցնում էր այդ սահմանը, որ մոռանում էր, որ դա ուղղակի խաղ է։ Ռուբոն։ Իսկ միջև այդ ուղղակի չեք պատկերացրել, որ կարող է խաղի մեջ այդքան խաղին նվիրվի կամ այդքան Հա, այնտեղ պահել եղավ կներես Ռուբոր, ասում եմ, այնտեղ պահել եղավ, ասում եմ, այս ուղղակի խաղը Ռուբ լավ, ոնց որ չտանք իրար, ասեց, այս ուղղակի խաղ չի։ Շատ լավ, խաղանք մեր հայտնի խաղի նաև ձեզ հետ Արամի հետ առավոտյան արդեն խաղացինք, հիմա հետաքրքիր է ձեր կարծիքը մասնակիցներից այս եթերաշրջանի, քանի որ դուք մի քանիսին եք մասնակցել, բայց կենտրոնեք այս եթերաշրջանի վրա։ Ամենաինտրիգային մասնակիցը։ Լիա Զախարյան։ Ամենահետաքրքիրը։ Լիա Զախարյան։ Ամենաընկերասերը։ Էդգար։ Ամենաքիչ շանսեր ունեցողը։ Անայիսն էր, հանեցինք։ Անայիսը։ Ամենաբարին։ Ամենաբարին։ Կադրային թվում է թե Մանոն, բայց Մանոն լավ կարողանում էր անել այն ինչ պետքա։ Չկար բարի։ Չկար։ Ամենապրոֆեսիոնալը։ Հենց։ Մի րոպե, Շուշանը։ Ամենամրցակցայինը։ Ռաֆը երկիչ։ Հա։ Սպորտայինը։ Ռուբը։ Դե Մանոն էր ամենասպորտայինը, հա։ Ճիշտ է, մեծ խաղերում չենք թողում մասնակցել ինքը, անդադ։ Ամենաանհաջողակը։ Ես արդեն քանից է, երրորդ սեզոնն։ Ամենասովածը ամբողջ խաղի ընթացքում։ Ամենասովածը։ Ռուբոն։ Ամենահաջողակը։ Կարող ենք հաղթող չնայել, հա։ Ամենաբարին։ Ամենաբարի, սպասեք։ Ոչ չկար։ Էդգարը։ Էդգարն էր ամենաբարին, նեյտրալ sense։ Ամենաբախտավորը, որ միշտ բախտը բերում էր։ Լիան։ 5 անգամ հանինք, որտեղից հանինք, ուշտեղից մտավ մեզ նորից շոու։ Ամենահանձնվողը։ Ամենահանձնվողը հենց կադրային էր Լիլիան էր, դերասանուհի Լիլիա Վար, որ ինքը չուզեց մրցակցեր։ Ինչա թե քվեարկել են իրան, ինքը դուրս եկավ իր կամքով էլի, բայց ինքը պետք է խաղար ու կարար մնար։ Ամենահումորային մասնակից։ Ես։ Այս պատասխանը չի փոխում։ Ամենաջղայինը։ Ես։ Բայց առաջի 2 էպիզոդում հետո արդեն հանգստացել եմ։ Մագնիի խմում։ Բացահայտում մասնակից ձեզ համար, որ սենց իրան ճանաչեցիք արդեն էկրանների տեսքով։ Հա, որպես որ հենց
Չէ, բոլորին գիտեիմ, Աստղերի թիմից է բանը Էրմինան։ Էրմինայի հետ հիմա մոտ ենք։ Շատ սենց ուրիշ է բացահայտեցի իրան։ Իսկ ուզեիք Աստղերի թիմից խաղալ։ Չէ։ Եթե չմասնակցեիք, ամենասիրելի խաղացողը ում կերկրպագեիք ով կլիներ։ Եվա Բաղդասարյան։ Ինչու։ Սենց կինոյա ինքը։ Իրան մենակ են վտանգավոր գոտում խաղալ է էլեգանտ ու սենց չգիտեմ, ինքը կինոյա իմ համար, ես իրան կերկրպագեի։ Իսկ ազարտով մարդ եք։ Հա, դե հայտնի է դա։ Հիմա էլ չէ։ Փոքրիկ գաղտնիք բացեմ, Արամի հետ երբ առավոտյան խոսում ենք, նշեց, որ ամենապոտենցիալով մեծ պոտենցիալ ունեցող մարդն եք իր համար խաղացողների մեջ։ Քո մասին տենց կարծիք ունես կամ քո հատկանիշներից բնավորության հենց դա առաջինը կառանձնացնես։ Ես հենց երեք Trends սոցիալական հարթակում տեքստեր ես գրում էլի, այնտեղ ոնց որ գրել էի այնքան հետաքրքիր է մարդիկի մեջ միշտ ավելին են տեսնում, քան ես եմ տեսնում էլի, ու այդ Արամի խոսքը դա ես գիտեմ որ ես պոտենցիալ ունեմ, ես միշտ իմ հույսը իմ վրա եմ դնում, իմ կոնտենտի առումով, ամեն ինչի առումով, դրա համար որ մարդիկ են տեսնում, այդ շատ լավ է, ես մի քիչ ավելի ինքնահավան եմ դառնում, կոնտենտի առումով ստեղծագործեմ, ավելի ինքնավստահ եմ դառնում։ Հրավ, վերջին ժամանակներում քո կյանքի բացահայտումները ավելի շատ եղան եւ քեզ ավելի շատ մարդիկ ճանաչեցին ու վայրի վերումների մասին կյանքի տարբեր շատ խոսեցիր։ Ինձ հետաքրքիր է հիմա քո կյանքում ինչ փուլ է, դուրս ես եկել այդ վայրի վերումներից, թե դեռ այդ ալիքի մեջ ես ու փորձում ես քեզ ավելի շատ բացահայտել եւ ավելի մեծ փորձ ձեռք բերել։ Հիմա կյանքիս ամենահանգիստ, ամենաիդեալական, ամենակոմֆորտ շրջանն է։ Այս պահին կենտրոնացած եմ ավել ստեղծագործելու վրա, աշխատում եմ շատ լավ բանի վրա, որը երազանքեր, որ հեսա կլինի ու կտեսնենք, ավել չեմ կարող ասեմ։ Դրա համար հենց հիմա իդեալական է, վայրի վերումներ չկա։ Պահերը գնահատում ես։ Այո։ Դե այսուհետ արդեն նաև գնահատիր զանգուի հետ միասին, որովհետև Վեդիալկոյի զանգում տալիս է հնարավորություն ֆիքսելու կյանքի կարևոր պահերը։ Շատ, ես կբացեմ այդ օրը կխմեմ։ Շնորհակալ եմ, որ առավոտը սկսեցիր մեզ հետ, քեզ մաղթում ենք հաջողություններ։ Ձեզ եմ շնորհակալ, ելես ժամին չկանչեք։ Հիմա կարճ դարձար, հետո կվերադառնանք։ Դե մոտեցավ մեր ծրագիրն իր ավարտին Սոնա։ Եվ իհարկե յուրաքանչյուր շաբաթ ու կիրակին պետք է սկսել լավ տրամադրության հետ, այսինքն մեզ հետ, իսկ օրերը պետք է ավարտել նաև ընկերների հետ։ Սա շատ կարևոր է, չմոռանաք, որ ձեր լավագույն ընկերը կարող է դառնալ նաև Զանգուն, որը ներկայացնում է Վեդիալկո ընկերությունը։ Զանգուն գինի է, որն առանձնանում է իր նուրբ բնավորությամբ, հավասարակշռված համով եւ բազմակողմանիությամբ, հատկապես իդեալական համադրվելով գառան մսից պատրաստված ուտեստների հետ։ Զանգու ռեզերվ անապակ գինի յուրահատուկ պահերի համար։ Գինի նրանց համար, ովքեր գնահատում են հստակությունը եւ որակը, եւ պարտադիր է նշել, որ 1956 թվականին հիմնադրված Վեդիալկոն կրում է հայկական գինեգործության դարավոր ավանդույթները, ստեղծելով գինիներ, որոնք արտացոլում են Արարատյան դաշտի եւ Վայոց ձորի հարուստ բնությունը։ Եվ ձեր լավագույն առիթներն էլ կարող եք վստահել Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Ընդգծեք ձեր յուրահատկությունը, գեղեցիկ տեսքը եւ իհարկե դուր եկեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Սա շատ կարեւոր է։ Ընդգծեք այս ամենը Master-Right Barbershop-ում, որը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Այնտեղ բարձրակարգ պրոֆեսիոնալ բարբերների թիմը միանշանակ ձեզ կդարձնի արագեղեցիկը։ Իսկ ոչային եւ տարբեր բախ կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք ձեր ամենանորաոճ լուքերը հենց Դաֆնիում։ Հետևեք մեր ծրագրին եւ գտեք ձեր տրամադրությունը հանգստյան օրերին։ Սա իհարկե առաջին ծրագիր Weekend-ներ այս առավոտ ձեզ համար Սուրեն ու Սոնան էին։ Եվ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։